Ձեր ասացում մտնում է Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ։ Միանշանակ ես կարծում եմ, որ այդ դերը հավատացած են, որ այդ դերը շատ զգալի եւ շատ նշանակալի է եղել Ադրբեջանի կողմից։ Չէ, Ռուսաստանի մասին է խոսքը։ Ռուսաստանի մասին։ Ռուսաստանը ինչ դեր է ունեցել։ Ռուսաստանը ունեցել է Հայաստանի թևերը կապողի, Հայաստանին իմ համոզմունքն է, Հայաստանին Ադրբեջանի դաշտ բերելու դեր, այսինքն այնպես անելու, որպեսզի Հայաստանը նպաստի պատերազմում Ադրբեջանի պլանի իրականացմանը։ Ինչ է շահել դրանից Ռուսաստանը։ Ես չգիտեմ վերջն արդյունքում ինչ է շահել, բայց գիտեմ, թե իր հաշվարկը ինչ է եղել, կամ գոնե հավատացած եմ, որ գիտեմ, կարծում եմ, որ գիտեմ։ Ռուս-ուկրաինական գալիք պատերազմում ունենալ ելք Ադրբեջանով դեպի Թուրքիա, Թուրքիայի բարեհաճությունը շահել, դաշնակցությունը շահել, ինչին եւ մենք ականատես ենք եղել, Ադրբեջանի դաշնակցությունը շահել եւ ով գիտե գուցե այլ շատ ավելի մանր, բայց խոշորամասշտաբ շահեր նույնպես։ Այսինքն ինչին ձգտել է չի ստացել։ Մասամբ ստացել է, կարծում եմ Ռուսաստանը բավական հետաքրքիր քաղաքականություն ունի իմ համոզմամբ եւ իմ պատկերացմամբ։ Ռուսաստանը սիրում է ճորտացնել տարբեր տարածքներ, պետություններ կամ ժողովուրդների, հետո դրանց դիտարկում է որպես, ինչպես ասում են անգլերենում, commodity, այսինքն վաճառքի ենթակա մի ապրանք եւ հարմար գնով վաճառել եւ սիրում է վաճառել մաս առ մաս, բաժին առ բաժին, ամեն բաժինի վրա երկար բանակցելով, շատ բաներ ստանալով։ Այս պարագայում իր մոտ դժվարությամբ է ստացվում թուրքերի եւ ադրբեջանցիների հետ այդ գործարքը կայացնելը մաս-մաս բաժանելու, որտեվ ինքը վաճառում է, հետո փորձում է մնացած մասը վաճառել, ստացվում է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը մնացած մասն են վերցնում։ Այսինքն այս խաղի մեջ շահում են իհարկե ադրբեջանցիներն ու թուրքերը, բայց Ռուսաստանը այլընտրանք իրեն այլևս չի թողել։ Ինքը խաղացել է մշտապես, խաղում է եւ խաղալու է թուրք-ադրբեջանական դաշտում, եւ այդ դաշտում ինքը մշտապես գնալու է զիջումների եւ գործարքների թուրքերի եւ ադրբեջանցիների։ Այսինքն այն ինչ տեսնում ենք Մոսկվայի եւ Բաքվի միջեւ, դա թատերական ներկայացում։ Անպայման չի, որ ամբողջությամբ թատերական լինի, դա ունի թատերական էլեմենտներ, ունի ուռճացված կեղծ էլեմենտներ, բայց ունի նաև որոշակի իրական էլեմենտներ, որոշակի տեղերում սրվում է։ Իմիջիայլոց Թուրքիայի քաղաքականությունը եւ թուրքական կողմի եւ թուրքական ոճի քաղաքականությունը իմացող մասնագետները, մասնավորապես Արևմուտքում շատ լավ գիտեն, որ Թուրքիան իր ուզածին հասնում է մշտապես մի կողմի հետ, եթե ունի ինչ-որ մի գործարքի գնալու խնդիր, սրում է իրավիճակը, գնում է կոնֆլիկտի, հասցնում է պիկին եւ այն իջեցնելու համար գին է առաջարկում հակառակ կողմին եւ դրա արդյունքում տեղի ունենում գործարք։ Սա իմիջիայլոց սա բավական խելացի հնարք է, այսպիսի հնարք որոշակի այլ մոդիֆիկացիայով, օրինակ իրականացնում է Միացյալ Նահանգների այսօրվա նախագահը։ Հասցնում է լարումը պիկի, Իրանի դեպքերը։ Պարտադիր չի Իրանի հետ, հնարավոր է նաեւ որ Իրանին օրինակ վաղը հարվածի կամ վաղը բանակցությունները տապալվեն, մյուս օրը հարվածի, ես չգիտեմ, բայց իր գործելավոճն է եւ դա բոլոր վերլուծաբանները ամերիկյան գիտեն։ Հասցնում է մի բան պիկի լարման գագաթնակետին, հետո եթե հնարավորություն կա գործարքի գնալու, գնում է գործարքի։ Եվ հակառակ կողմը շատ ավելի հեշտությամբ է այդ արդյունքում գնում գործարքի։ Նույնը թուրքերն են անում ռուսների հետ, հաջողակ մոդել է, մի խոսքով։ Ես չեմ կարող ասել, որ դա համընդհանուր եւ ամենտեղ աշխատող մոդել է, դա մեծ իր մասամբ աշխատող մոդել է։ Ամեն դեպքում Թուրքիայի եւ Ադրբեջանի պարագայում, քանի որ այդ մոդելը համակցվում է նաեւ իրենց շատ խելացի հաշվարկների, ստրատեգիական մտածողության եւ պետականաշինության ու միջազգային հարաբերությունների պատկերացումների խորքայնության հետ, որին տիրապետում են թուրքերը եւ ադրբեջանցիները, այս համակցության արդյունքում իրենց պարագայում գրեթե միշտ է դա աշխատում։ Մյուսների պարագայում չգիտեմ միշտ կաշխատի թե ոչ։ Թրամփը բարբերաբար ասում է, ես խաղաղեցրել եմ այսքան երկրներ, այսքան կոնֆլիկտներ, այդ թվում նաև հայ-ադրբեջանականը, որպես Ամերիկայի քաղաքացի կպատասխանեք, ընդունում եք այդպիսի Թրամփյան կոնցեպտ այս կոնֆլիկտը։ Թրամփյան կոնցեպտը ունի այլ հակակոնցեպտներ նույնպես, այլ մոտեցումներ նույնպես, մի բան փաստ է, որ Թրամփը շատ հաճախ ուղղակի չոր ճնշմամբ կասեցնում է որոշակի կոնֆլիկտներ։ Որոշակի Երևանը ճնշման են ենթարկվել։ Ոչ Թրամփի կողմից։ Ես կարծում եմ, այստեղ մի փոքր չափազանցված է պատկերացումը, թե ինչ է տեղի ունեցել։
Բաքուն եւ Երևանը որոշակի ճնշման արժանացել են ժամկետների առումով եւ ինչ որ բաներ պայմանավորվելու առումով Վաշինգտոնի կողմից ոչ Վաշինգտոնի կողմից այն բանից հետո, քանի որ Վաշինգտոնից դա խոստովանել են, բայց այն բանից հետո, երբ Ռուսաստանը եւ Թուրքիան հիմնական հարցերը լուծել են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հասել են, ստացել են Հայաստանից այն ամենը, ինչ ուզեցել են, ուղղակի արդեն ֆորմալիզացիայի պահերը վերագրվել է եւ փոխանցվել է Միացյալ Նահանգներին, որպիսի դառնա անդառնալի։ Միջելոց Ադրբեջանի կողմից կրկին չափազանց խելացի քայլեր թրիփի կայացումը Միացյալ Նահանգներին հայ-ադրբեջանական այսպես կոչված կոնֆլիկտի, որտեղ կոնֆլիկտ չկա, գոնե այս իշխանության օրոք կոնֆլիկտ ես չեմ կարող ասել, թե երբևէ եղել է, անգամ պատերազմը այլևս չեմ անվանի կոնֆլիկտ, ադրբեջանական հարձակումը, որտեղ եթե իմ գնահատմամբ գոնե իրական դիմադրություն չի եղել, իմ կարծիքով, ապա դա կոնֆլիկտ չի կարելի ասել, կոնֆլիկտի մեջ պետք է ազնիվ եւ անկեղծ բան լինի։ 44 օր ինչ էին անում հայ զինվորները։ Պարտվում էին։ Հայ զինվորները չէ, հայկական բանակը։ Հայկական բանակը զինվորներ կան, որոնք կանգնել են մինչև վերջ, բացառիկ հերոսականություն են ցուցաբերել, բայց դրանք անհատներ են։ Բանակը որպես այդպեսին պարտվելու գործընթացի մեջ է եղել։ Գիտակցաբար։ Ես երբևէ չեմ ասի, որ բանակը ինքն է գիտակցաբար դրան գնացել, ես կարծում եմ ունեմ այդպիսի կասկածներ, որ պետության ղեկավարությունը ամենևին դեմ չի եղել, որպեսզի բանակը պարտվի։ Բայց սրանք իմ կասկածներն են։ Վերադառնանք ու ավարտենք դրանով։ Հայաստանի վասալությանը մեկ օրինակ կարելի է բերել։ Ես ձեզ կուզենամ ինքս հարց ուղղել, իսկ վասալ չլինելու օրինակ կարող եք բերել։ Հազարամի։ Խնդրեմ մեկը։ Ինչով է Հայաստանը վասալ համարվում այսօր Ռուսաստան։ Ինչով Հայաստանը վասալ չի։ Ես կարող եմ մի համեմատություն բերել այն ժամանակվա հետ, երբ դուք աշխատում եք կառավարության կազմում ինչ-որ պաշտոն ունեիք, ճիշտ է։ Այդ ժամանակ Հայաստանի որևէ նախարար Ռուսաստանում պետք է անցներ թեստ, այսպես ասած, չէ՞։ Ես ինքս եմ այդպիսի նախարարի հետ զրուցել, խնդրում եմ չառարկել։ Երբ նշանակել էին Հայաստանում հրամանը ստացել էր, բայց դեռ երկար ժամանակ չէր կարողանում ստանձնել այդ պաշտոնը։ Հետո որ մենք հանդիպեցինք, հարցրեցի ինչ էր եղել, այսինքն ասում է գնացի Մոսկվա, անցա այդ թեստը, ընդունեցին, որ ես նախարար եմ, ես դա վասալության օրինակ կարող եմ համարել։ Այսօր այդպիսի օրինակ չեմ կարող ներկայացնել։ Որտեվ ձեզ չեն պատմում այս նախարարները։ Պատմել, դա իմ համոզմունքն է։ Դա ձեր համոզմունքն է։ Լավ է, որ ասում եք, որ ձեր համոզմունքն է։ Ես կարող եմ ընդհանրապես մի քանի օրինակ։ Դուք ինչ որ ասեցիք ձեր համոզմունքը։ Ես կարող եմ, այո, իհարկե, մենք համոզմունքների դաշտում ենք խոսում, ես կարող եմ ընդհանրապես մի քանի օրինակ բերել։ Քանի անգամ է Հայաստանի վարչապետը հանդիպել Ռուսաստանի նախագահին։ 100-ից ավելի անգամներ վերջին 7 տարիների ընթացքում։ Դուք այսինքն լավ ու վատի մասին չեք խոսում։ Ռուսաստանի հետ որևէ հարաբերություն պետք չէ։ Չէ։ Դուք շեղում եք եւ եթե թույլ տաք, ես իմ խոսքը կավարտեմ, որտեղ եթե դուք շեղեք, իմ խոսքը չի ավարտվի եւ դուք ասում եք պետք է Ռուսաստանի հետ փակել է, ասել Ռուսաստան Հայաստանի համար այլևս։ Ես եթե նման բան ասեմ, ես կասեմ։ Ես առայժմ դա չեմ ասել, ես այլ բան եմ փորձում ասել։ Ես ուզում եմ ասել, որ որևէ պետության ղեկավարի հետ այս երկրի ղեկավարը չի հանդիպել 100-ից ավելի անգամներ։ Հայաստանը դուրս չի եկել։ Հայաստանը դուրս չի եկել հեռախոսազանգերը ներառյալ եւ այլն։ Հայաստանը դուք պատկերացնում եք, ասենք, քանի անգամ է Ղրղստանի նախագահը հանդիպել Ռուսաստանի նախագահին, հաստատ ոչ այդքան։ Քանի անգամ է Ուզբեկստանի նախագահը հանդիպել եւ հեռախոսազանգ ունեցել, հաստատ ոչ այդքան։ Անգամն է որոշում, ձեր համոզմունքը անգամի։ Իհարկե, եթե դու վասալային պետություն ես, անգամները շատ են, որտեվ դու ամենօրյա կառավարման ռեժիմի մեջ ես։ Դե վերջին մեկ ամսվա ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ մի քանի անգամ է հանդիպել։ Դա բոլորովին այլ է, մենք գիտենք թե ինչու եւ նա կարող է այլ լինել սա։ Իհարկե, որտեվ քանակը կապ ունի, որակը կապ ունի այդ հանդիպումների, բովանդակությունը կապ ունի։ Հիմա հարց. Հայաստանը դուրս է եկել հապկից, թե չէ, սառելը հաշիվ չի, սառեցնելը դա սուտ մի բան է։ Դա ձեր համար է, հաշիվ, ինձ համար հաշիվ չի։ ԵԱՏՄ-ից դուրս է եկել, ոչ։ Դիրքորոշում է, որ հայտնի։ Դա քաղաքական դիրքորոշում չի, դա դիրքորոշման ձև է։
որովհետև եթե դու սառեցնում ես, բայց կազմակերպությունից դուրս չես գալիս, դու մնում ես կազմակերպության անդամ եւ կորցնում ես պաշտպանության պարտականությունը, որը ունի օրինակ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ։ Դու նրան ազատում ես քեզ պաշտպանելու պարտավորությունից բարոյական, որովհետև դու սառեցրել ես, բայց դու այդ կազմակերպության անդամ ես մնում։ Դե դուրս արի, ինչու դուրս չես գալիս։ Ինչու դուրս չես գալիս ԵԱՏՄ-ից։ Ինչու որովհետև ինձնից եւ ձեզանից ավելի մտածող ուղեղներ կան դուրս գալ այս բանի շահեկանը թե ես չեմ կարծում որ ինձանից ավելի մտածող ուղեղներ կան մնացածը չգիտեմ իսկ ինչ ասեց դե գիտեք այնքան բաներ կան պաշտպանության ոլորտում աշխատողը մեզանից շատ է մտածում չեմ կարծում նվեր հաստատ չեմ կարծում որ պաշտպանության ոլորտում է աշխատում դա դեռ չի նշանակում որ ինձանից կամ ձեզանից լավ է մտածում Հիմա Հայաստանի պաշտպանության նախարարին Մոսկվան է նշանակել Ես գիտեք հիմա կարծում եմ որ այլ գործնախարարին Ես կարծում եմ որ այլ վիճակ է ես կարծում եմ որ եթե դեմ լինեին այդ մարդիկ չէին նշանակվի եկեք այսպես ասենք որ Մոսկվան դեմ լիներ Արարատ Միրզոյանը չէր լինի Ես կարծում եմ եւ իմիջիալոց Միրզոյան Արարատը ինչ ասեց վերջերս Մոսկվայում Ալենը Սիմոնյան ինչ ասեց վերջերս Մոսկվայում բացարձակապես հաստատեցին որ որևէ բան հայ-ռուսական հարաբերություններում չի փոխվելու Իսկ ինչ վատ է իսկ ինչու պետք է փոխվի Դե եթե վատ չի այդ դեպքում մենք վասալության մասին կարող ենք թեման փակել համարել լավ հարաբերություններ ունենալ վասալություն Լավ եւ վատի մասին չի Ղրղստանն էլ է լավ հարաբերություններ պահպանում բայց վասալ չի Հայաստանը վասալ է Կարծում եմ լավ քչերն են կասկածում որ Հայաստանում հիմնական գործընթացները ուղղորդվում եւ կառավարվում են Ռուսաստանից Ամեն դեպքում վաղը միսօր տոմս արեք Ամերիկայի միացյալ Ես տոմս կարող եմ ցանկացած բայ առնել նվեր Դու կարող եք Ես չէ ես մի անգամից ինձ այդպեսի համարձակություն ցույց չեմ